Ողջույն գործարարալիքին միացած հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, սա 106 եւ 5 հաճախականությունն է, իսկ դուք մեզ նաեւ կարող եք թվային հարթակներում դիտել, եթե չհասցնեք ամբողջությամբ լսել հաճախականությամբ, թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակիցը քաղաքագետ Լիլիթ Տալլաքյանն է, ողջույն տիկին Տալլաքյան։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված տարածքները։ Խոսքը գնում ենք դեպի ոսկեպար, այդ հատվածներ ճիշտ եմ հասկանում։ Ինչու այսքան ժամանակ չի խոսվում, որ օրինակ մենք Ջերմուկում ունենք օկուպացված շրջաններ, որտեղ բավականին լավ են ամրացված թշնամական դիրքերը, այսպես տնավորվել են, ու ոչ ոք դրա մասին չի ասում, լավ խաղաղության դարաշրջանը սկսվել է։ Վերջ էս մարդիկ այստեղից դուրս են գալու թե չէ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված է իմ կարծիքով Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ նոյեմբերի 9-ի այսպես տարելիցի առիթով, որ սահմանազատում պետք է լինի արդար։ Այդտեղ ինչ-որ այդպեսի նախադասություն կար, այսինքն Փաշինյանը ըստ էության պատասխանում է, որ այո, սահմանազատում է լինելու եւ մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը։ Այստեղ ես լուրջ մտավախություն ունեմ, որովհետեւ Արցվաշենի վերադարձը մեզ այդքան կներեկյակ է, բացի տարածքային առումով որևէ լուրջ ձեռքբերում չի տալիս, բայց այ ադրբեջանական այսպես կոչված անկլավները դրանք միջանցքային տրամաբանություն են ստեղծում։ Իդեպ Ռուբեն Գալչյանը քարտեզագետ խոսեց դրա մասին, որ դրանք ընկղմված են Հայաստանի ճանապարհների վրա, կարևոր։ Ալիևը կարող է ինչպես մեր դեմքը չի ուզում տեսնի Զանգեզուրի հատվածում այդտեղ էլ ասի, որ չեմ ուզում տեսնել, ադրբեջանցիներին վերաբնակեցնեն այնտեղ եւ ասեն մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքացիները, այսինքն ինչ է այդտեղ լինելու։ Հա, մենք պետք է պաշտպանենք, թող երրորդ երկրից գան, այսինքն Հայաստանի տարածքը, հատկապես Տավուշի հատվածում, այսպես անկլավային տրամադրություններով է, այսպես ասած ուզում ձևավորել Ալիևը, հենց Ադրբեջանի նախագահը նշել է, որ մեր տարածքը այն է, որտեղ կանգնած է մեր զինվորը։ Իդեպ այստեղ սխալ էր նաև հոգևորականի հայտնի առաջնորդությամբ շարժումը, նա էլ ասում էր այնտեղ է որտեղ հայ զինվորն է կանգնած, սա արդեն կոնֆլիկտացին է, սա ցույց է տալիս, որ միջազգային սահմաններ գոյություն չունեն, կկանգնեն Երևանում, ուրեմն Երևանն է Հայաստանի սահմանը։ Բայց ես կարծում եմ սահմանազատումը չի շարունակվելու, ես դրա մասին խոսել էի դեռ Տավուշից հետո, որ սա կանգնելու է այստեղ։ Կանգնած է այս process-ը։ Ալիևը ստանալու է այն ինչ իրեն պետք է եւ կանգնելու է։ Նիկոլ Փաշինյանը ընդհանուր այո ասում է, որ խաղաղությունից հետո սահմանազատում է տեղվելու, բայց երբ է կնքվելու խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը տասնամյակներ հետևում մենք Վրաստանի հետ չունենք սահմանազատում, արդյոք մինչև դա նրանց զինվորները լինելու են մեր տարածքում, այս հարցերի պատասխանը Նիկոլ Փաշինյանը չի տալիս, միայն նշում են, որ մենք ինչ-որ առանձին սարի համար կամ լճի համար չենք պատերազմելու, բայց որքանով են դրանք կարևոր ստրատեգիական առումով որպես բարձունք, դրա մասին շատ է խոսվել։ Իսկ առհասարակ ո՞նց է որոշվում, թե որտեղից, որ կետից պիտի սկսվի սահմանազատումը։ Այ ինչու մենք չենք այդ հարցը դնում, որ օրինակ սկսում ենք Ջերմուկի հատվածից, ոչ թե Ոսկեպարի կամ Արցվաշենի հատվածից ենք սկսում, այլ Ջերմուկից ենք սկսում։ Երկկողմ համաձայնությամբ չէ, կարծում եմ պիտի դա տեղի ունենա։ Միանշանակ եւ Հայաստանը համաձայնվել է, որ Տավուշից սկսվի, որովհետեւ այստեղ նույն իշխանությունները կարող են համաձայնվել, ես էլ եմ համաձայն ինչ-որ առումով դրա հետ, ասում էին, որ միջազգայինորեն այս տարածքները Ադրբեջանին են պատկանում, նաեւ ռուսական քարտեզներով, շտաբի այսպես կոչված սովետական Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, եւ եթե մենք դա չվերադարձնենք, Ադրբեջանը առիթ կունենա հարձակվի։ Այլ հարցը, որ դրանից հետո մենք արդեն Ջերմուկի ուղղությամբ նույնը պիտի ասենք, որ դա էլ Ալմա-Աթայով միջազգային ուրեմն պայմանագրերով ճանաչվում է որպես Հայաստանի տարածք, սա մեկ բաց թողում։ Երկրորդը, որտեղից է սկսվում, դե Ալիևը ուզում էր ստանալ առավելագույնը, որպես իբրև թե հաղթած երկիր, նա էր թելադրում պայմանները, արդյոք Հայաստանը կարող էր այդտեղ մանևրել, դա արդեն մենք կարող ենք առանձին այս թեմային վերաբերող խոսել դիվանագիտական մեր սխալներից։ Սակայն ես առավել մտավախություն եմ Սյունիքում սահմանազատումից, այնտեղ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, ճանապարհները հենց դառնում են սահման, որովհետև այդ սովետական ծուռումուռ սահմանազատման հետևանքով մենք ամեն սահման, ինչպես ասեմ, 1 մետրի վրա ունենալու ենք կոնֆլիկտ։ Ռուսաստանը այս դրա համար այդպես գծել են Ստալինյան ժամանակն այդ սովետական միությունը, որ ամեն գյուղի համար լինի կռիվ, իրենք էլ գան, իրենցը ստանան եւ այսպես բարիշեցնեն կներեք։ Այսինքն ես նշեմ, որ սահմանազատման process-ը հարթ չի ընթանալու եւ այդտեղ արդեն մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ այն Ալիևի հետ, որը նույնիսկ Սևանն է արդեն սկսում վիճարկել, չնայած ասում են դա տարածքային պահանջ չի։ Բա ի՞նչ է։
պատմական էքսկուրս Վլադիմիր Պուտինից է սովորել նա այդպես պեչենեգներից բայց այսպես ասեմ եթե դա ուղղակի խոսք լիներ եւ հետո չլինեին քայլեր իսկ ո՞րն է քայլը կոնֆերանսներ բոլոր խոսքերին հաջորդող քայլերը մենք տեսել ենք վերջին 5 տարվա ընթացքում այո տեսել ենք հիմա կարող են հակադարձել որ դե Արցախը միջազգայինորեն չնայած սա շատ վիճակ է էլի ճանաչված էր Ադրբեջանի մաս եթե այդպես էր Մինսկի խումբը ինչի համար էր ստեղծվել եւ այդտեղ կար ինքնորոշման իրավունքի սկզբունք բայց ես կարող եմ ասել որ Ալիևը նաեւ Իրանի հանդեպ էլ ունի այդպիսի պահանջներ գիտենք այնտեղ էլ հարավային Ադրբեջանն է ամենտեղ մի Ադրբեջան կա առհասարակ ադրբեջանական կողմի պատմությունը հիմնված է գողանալու սկզբունքով այո բոլոր հարևաններից ունեն տարածքներ չնայած իրենք նոր են եւ ոչ միայն ձևավորվել պատմության իմաստով էլ ոչ միայն տարածքների մշակույթի այո եկեղեցիների եւ ես մի կարեւոր բան էլ ասեմ որ Ալիևը նաեւ քայլեր է անում կոնֆերանսների տեսքով այսինքն սա առաջի քայլն է դիվանագիտական ոչ թե ուղղակի հիշում է Սևանի մասին այլ արևմտյան Ադրբեջանցի վերադարձի վերաբերյալ ՀԿ-ի ֆինանսավորում նրանք կոնֆերանսներ են անում ասաց որ ես պատմաբանների հետ քննարկել եմ Սևանի անվան հարցը ինչ ես քննարկում այ նախաստորագրության մեջ մենք կետ ունենք երբ որ Միացյալ Նահանգներում ստորագրվեց երկու երկրների միջև մեր եւ Ադրբեջանի որ այսպես ասած սեպարատիզմը պիտի վերանա երկու պետությունների միջև բա այս ինչա այդ փակագծերը ամեն անգամ եթերում փորձեմ անուն բացել ու ոչ ոք չի կարողանում բացել լավ դրա տակ ինչա թաքնված եւ մենք որ կետում ենք ասելու որ սա սեպարատիզմ է կամ սա սեպարատիզմ չի հիմա մենք կարանք ասենք որ ադրբեջանական կողմից այս բոլոր հայտարարությունները տեղավորվում են այդ կետի տակ ու իրենք հստակորեն խախտում են այդ պայմանավորվածությունը գիտեք այսպես կոչված խաղաղության հաստատումից հետո որ ավգոստոսի 8-ից որ շատերը խոսում էին ես երևի թերահավատություն դրսևորած քիչ վերլուծաբաններից եմ որովհետեւ ես չեմ հավատում Ալիևի խոսքերին ես տեսնում եմ նրա քայլերը Հայաստանի ուղղությամբ անընդհատ հայ հասարակության նյարդերի վերախաղալը այդ շատ հաճախ ասում են նա ուզում է մեզ ուղղակի նյարդայնացնել կներեք այսինքն ինքը իր մեջ խաղաղություն չի ուզում Եթե ինքը իր մեջ խաղաղություն չի ուզում ինչն է նրան պահում հարցակումից ճնշումը Իշխանությունն ասում է որ խաղաղությունը մեզ է պետք Ով է ասել Իշխանությունից ասում են որ խաղաղությունը առաջնահերթ Իսկ միայնակ խաղաղության չեն գնում Իհարկե երկկողմ Մեզ 18 թվականին էլ էր պետք խաղաղություն Եվ միայն խոսելով կարելի է արդյոք դրան հասնել ոնց եք կարծում Իհարկե ոչ եւ այդ ինչա նշանակում մենք անընդհատ ուզում են տանել մենք խոցելի ենք մեզ է պետք քանի կար Ադրբեջանը ոչնչություն էր կներեք նախկին իշխանություններն էլ դա էին տարածում որ մենք մի րոպեում կլուծենք այդ հարցը հիմա էլ հակառակ ծայրահեղությունն է մենք չշնչենք հանկարծ Ալիևը չհարցակվի Այս ամենի մեջտեղում կա պետություն որը ի վիճակի է ես վստահ եմ պաշտպանել իրեն ջերմուկի դեպքերը նույնիսկ այդ վիճակում երբ Հայաստանը նոր էր կազմդուրվել ցույց տվեցին որ երբ լինում է պատասխան մենք ունենում ենք արդյունք հիմա էլ չասած ասում են զենքեր ենք նոր գնել նոր դաշնակիցներ ունենք մի կողմից դա է ասում մյուս կողմից էլ մեր շնչելը կոնֆլիկտ է անդադ ստեղծում կամ եթե այդպես մտածենք Ալիևը ուրեմն խաղաղության չի ուզում գնալ որովհետև իրեն ստիպել են որ ինքը գնա օգոստոսի 8-ին նա անդադ նյարդայնացնում է հայ հասարակությունը եթե ստիպող չլինի ինչ է լինելու կամ գրգռող լինի մյուս կողմից էլ Այսինքն սա սխալ եմ համարում եւ դիվանագիտորեն ինչ պիտի անի Հայաստանը ոչ թե ասի դե Բաքուն էլ Բաքուրակերտն է դե մենք այդպես որ հետ գնանք հա կոնֆլիկտ կլինի մենք դիվանագիտական խողովակներով WhatsApp-ով պիտի Տրամպին ցույց տանք իր պետքարտուղարությանը հիմնականում որ այս մարդու քայլերը անընդհատ տորպեդահարում են խաղաղությունը եւ Նիկոլ Փաշինյանը պիտի չպատասխանի ես համաձայն եմ դա պիտի ավելի ցածր օղակ մենք չպիտի մտնենք պոլեմիկայի մեջ ԱԳՆ-ն իր մամուլի խոսնակը եւ շեշտի հասկացնի անուղղակիորեն, որ դուք խախտում եք Տրամպի կողմից, այդտեղ հղում անել, խաղաղության գործընթացը, այսինքն պետք է Ալիևին վատ լույսի ներքո ներկայացնել, ոչ թե այստեղ գալ Արեն Սիմոնյանի նման հայտարարել, որ դե գիտեք, ասում են, որ մենք օկուպացրել ենք իրենց 20%-ը, դե նորմալ է, սա շատ սխալ քաղաքականություն է։ Թրամփից խոսեցինք, այ Նարեկ Կարապետյանը վերջերս հարցազրույց տվեց Կարլսոնին Ընդհանուր դիտել եք հարցազրույցը բովանդակության մասով, ինչ կասեք, ինչ ուղերձներ կային այդտեղ։ Քրիստոնյաների հարցը բարձրացվեց, հիմնական այդ կարմիր թելը հենց դա էր, որ տարվում էր սկզբից մինչև վերջ։ Կարծում եք, սա ճնշումներ կհրահարի Հայաստանի Հանրապետության ներսում Միացյալ Նահանգներից։
Չեմ դիտել ժամանակի սղության պատճառով, որովհետև նույն օրերի ընթացքում կարծես հատուկ իրար ես ոչ թե իրար պաշտպանող, այո, ես կասեի իրար հակասող։ Ես ասած, որ ես 3 ավելի շատ իրար հետ են մրցում ուշադրության համար, քան Նիկոլ Փաշինյանի, որովհետև Սերժ Սարգսյանը հաստատ գիտեր, որ իր խոսքերից հետո ոչ մեկ չի նայելու Տակեր Կարլսոնին, Քոչարյանն էլ գիտեր, որ բոլորը արդեն հոգնած են, որ մի հատ էլ իրեն նայեն, բայց իրենք խնդիր ունեն իրար պատասխանել տողատակերի մասին չխոսեն Կարեն Կարապետյանի եւ այլն։ Հողատուի եւ ոչ մի թիզականի, սա իրենք իրար կսմթում են։ Ինչ վերաբերում է Տակեր Կարլսոնին, չեմ նայել, բայց ես կասեի, ես տեսա նրա Facebook-ում սոցիալական ցանցում գրառումը, սա վարկաբեկում է Հայաստանին, այստեղ Նիկոլ Փաշինյանի խնդիրը չի։ Հայաստանը ներկայացվել է այս հարցազրույցում որպես ինչ-որ բռնատիրական, ավտորիտար երկիր։ Եկեք օբյեկտիվ խոսենք։ Մենք դուք լրագրող, որպես ես քաղաքագետ, այո, Հայաստանում ամեն ինչ իդեալական չի։ Բայց մոտենում ենք, չէ՞, բռնատիրականին։ Ես չեմ տեսնում այդպիսի բաներ եւ ասեմ ինչու։ Հոգեվորականների ձերբակալությունը, Նարեկ Կարապետյանը ներկայացնում էր, որ իր հորեղբորը ձերբակալել են այն բանից հետո, երբ իրենք ասել են, որ եկեղեցուն իրենք կաջակցեն եւ կմիջամտեն իրենց ձևով։ Այստեղ հիմքերը որտեղ են, չենք կարող ասել, որ քաղաքական ենթատեքստ կան այնտեղ։ Հիմա ես ասեմ, նաեւ որպես իրավաբան, դատախազությունը ասում է մեղադրող կողմը, որ իրենք ներկայացնելու են ապացույցներ, վերջերս էլ չեմ հիշում ով Պաշտոնյանից ասեց, որ հեծը հավելագրումներ է կատարել քաղաքացիների վրա։ Եկեք այս առումով նայենք ախր։ Երբ որ կապացուցեն, կասենք, վճիռ չկա։ Ես էլ հետ գնամ իմ նախկին իշխանությունների ժամանակ։ Բայց այստեղ հեծի հարցը դրված չի, է։ Այստեղ դրված է, այո, նրա այդ մեր ձևով բառը, եւ ես քննադատել եմ դա, ասելով, որ Նիկոլ Փաշինյանը կարծես հատուկ Սամվել Կարապետյանի ստեղծում է ընդդիմության լիդեր, իմ հարցազրույցները կա, ես խնդիր չունեմ օբյեկտիվ լինելու, ես ասել եմ, որ սա հատուկ է արվում։ Եվ ասել եմ ինչու եք ձերբակալել, ինչ այդ թիմը չի ձևավորվում, որ Սամվել Կարապետյանը բանտում է։ Հեծի մասին առանձին եմ խոսում, կամ Նարեկ Կարապետյանը հանգիստ դուրս է եկել բաժնից։ Ըստ էության մեղադրանք ես որքանով գիտեմ չի առաջադրվել։ Հա, փորձել են ինչ-որ բան են խոսել։ Այո, դա դատապարտելի է, բայց եթե համեմատում ես, ես ինչու եմ համեմատում, որովհետև Նարեկ Կարապետյանը աջակցում են նրան այնպիսի մարդիկ, որոնք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմից են եղել։ Կներեք էլի, եկեք դուք էլ լրագրող եք, օբյեկտիվ ասենք։ Եթե դու նաեւ խոսես Քոչարյանի ժամանակ, որ մարդիկ ուղղակի իրենց նետում էին պատանից դուրս, կներեք էլի, հիշում ենք, հայտնվում էին ոստիկանություն կամ կողերը ջարդում էին, այսօր էլ իր պաշտպանողներից մեկը իրեն հենց ծեծի էր ենթարկվել, դիմել էր եվրոպական դատարան, այսինքն ներկայացնել, որ այն ժամանակ բաստիոն է եղել ժողովրդավարության, հիմա ավտորիտարը կամ Ռուսաստանին ներկայացնել որպես, չգիտեմ, դες խաղաղության։ Բայց մեր խնդիրը հենց դա է, որ մենք միշտ համեմատության։ Այո, եւ գիտեք ինչու, որովհետեւ այս մարդիկ նախկին իշխանություններն են ներկայացնում եւ իրենց աջակցող մարդիկ այսօր այդ թիմում են։ Եթե այդ սխալը չարվեր, ես կարող եմ ասել, որ այո, իրենք իրավունք ունեն ասել, մի կողմից, որ հələ վճիռ չի եղել Սամվել Կարապետյանի մասով։ Մենք սպասում ենք դատարանի որոշմանը։ Կամ որ ասում ենք եկեղեցականների հանդեպ հետապնդում է։ Ինքս նշել եմ, որ չի կարելի անօրինական կերպով մարդկանց ընտանիքի գաղտնիությունը հրապարակել, այդպես ընտանեկան անձնական կյանքի, այսպես հոդվածով ասենք։ Մյուս կողմից լսում ենք Բագրատ Գալստանյանը վիրավորում է իշխանություններին, հայհոյում են, մինչև այսօր փաստորեն չի հերքվել, որ ձայնագրությունը իրական է։ Երբ որ կասեմ, որ դա սարքած է, կեղծ է, ես կարող եմ ասել, որ այս մարդկանց ուղղակի դատում Ընդդիմությունից ասում են, որ կեղծ է եւ սարքված է եւ հրապարակված է, դրանք մոնտաժված կտորներ են։ Ուրեմն այդպես փորձաքննություն կա հատուկ փորձաքննությամբ չի հաստատվել այդպիսի բան։ Երբ որ լինի գործընթաց եւ իրենք ապացուցեն, որ դա այդպես է, հայտարարություններ ես կարող եմ անել։ Որտեղ է փորձաքննության արդյունքը, որ դա մոնտաժված է։ Դա շատ հեշտ է հիմա բարձել, իրենք էլ ունեն այդ մեթոդները։ Հաջորդը ինքը Բագրատ Գալստանյանն էլ իր խոսքում չի հերքել։ Այո, ասել է, ես ասել եմ հայրենիքի փրկության համար, ես այդպես հիմա բառացի չեմ կարող մեջ բերել։ Բայց ես մի հատ ուրիշ հարց տամ։ Եթե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կամ Վլադիմիր Պուտինի ժամանակ հիմա, որին իրենք աջակցում են ըստ էության, հոգեվորականը կանգնի այդպիսի բառեր ասի, դա կարող է ընկալվել որպես հեղաշրջման փորձ։
Իհարկե, այո։ Հասկանում եք, երկու կողմն էլ օբյեկտիվ չեն։ Մենք չենք կարող մի կողմին ասել ճիշտ ես, մյուս կողմից սխալ ես։ Երկուսն էլ ունեն ճիշտ կետեր, որ օրինակ ես դեմ եմ, ինչու պիտի պատիժը այդպես խիստ լիներ։ Հետո Ռոբերտ Քոչարյանի հանդեպ պատիժ չկա, Սերժ Սարգսյանի հանդեպ պատիժ չկա։ Այ գլխավոր հարցը 18 թվականին էս հայ ժողովուրդը ընտրում էր Նիկոլ Փաշինյանին, որ այդ մարդիկ գան պատժեն։ Ես խոսել եմ խոշոր ձկների մասին, նոյեմբերի 9-ին մինչև այսօր հարցազրույցներ են շարունակում տալ, բայց հոգևորականները բանտում են։ Այսինքն նաև իրենց էլ պիտի ասենք, իրենք հոգևորականների առաջնահերթությունների խնդիր ունեն։ Այո, իրենք հոգևորականներին ըստ էության մղում են առաջ, այս նախկին իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ցույց տալու համար, որ ինքը մաքրում է դաշտը, նրանց է պատժում։ Ինչու՞ չեք խոշոր ձկներին պատժում։ Ես դրա մասին խոսել եմ, դա էլ եմ ասել։ Ուրեմն Սերժ Սարգսյանին ամեն տարի նոր մեղադրանք է առաջադրվում, որից կեսը վաղամության ժամկետ անցած է, իդեպ իր փաստաբանն էլ ասաց, որ ինչ իմաստ ունի, այսինքն շոուները անում են, անունն էլ դնում են, բացահայտում են կանում, բայց շատ հեշտ էր հոգևորականներին մեկ ամսում դատել։ Ես դա ասում եմ, իհարկե սա շոու է։ Բայց դա չի ազատում հոգևորականին, որ պիտի բարոյական կերպար ունենա, եկեղեցու օրենքները չխախտի, քաղաքականությամբ չզբաղվի, օբյեկտիվ լինելու համար իդեպ Հայաստան դժվար է։ Բայց դրան պիտի վարչապետը միջամտի, ոնց եք կարծում։ Եկեղեցին առանձին կառույց է, որը պիտի իր ներսում իր հարցերը լուծի, չէ։ Տեսեք, եկեղեցին էլ ասում ենք հայրենիք ենք փրկում։ Մենք էլ իրավունք ունենք ստեղ միջամտել։ Կրկնում եմ, երկուսն էլ Հանրապետության քաղաքացի են իրենք։ Նա էլ ասում է ես քրիստոնյա եմ եւ իրավունք ունեմ իմ եկեղեցին մաքրել։ Պոպուլիստական երկու հայտարարություն։ Եթե լինի ապացույց, որ նա KGB-ի ագենտ է, ասում փաստաթղթեր ունենք, ես չեմ տեսել։ Դա հստակ հոդված է։ Հոդվածն էր, կներեք, մանկապղծության մեջ եք մեղադրում, հոդված է, մարդասպանություն կոծկելու մեջ է, հոդված է։ Ցույց տվեք, հանրայնացրեք։ Հա, կամ նույնը Փաշինյանի հանդեպ ասում են մենք ձայնագրություն ենք, ուր է այդ մարդը, Մովսես Հակոբյան, ուր է այդ ձայնագրությունը։ Այդպես գալի հայտարարում են 44-րդ պատերազմի հանձնաժողով ենք ստեղծել, որևէ բացահայտում չկա։ Սա պետություն չի ուրեմն։ Գալիս եք այդպես հայտարարություն եք, մեղադրում եք իրար, հետո այդպես գնում եք ընտրություններ։ Դե 4-րդ հանրապետություն են, չէ՞, ստեղծում։ Եթե սա է 4-րդ հանրապետության հիմքը, որ մենք ուղղակի պոպուլիզմով ենք զբաղված, ես վախենամ այդ հանրապետությունը երկար չգոյատևի։ Ոնց եք կարծում հիմքում իրենք ինչ են դնում։ Ինչ են դնելու, կարծես թե մեկնարկը դարտրված չի, չէ՞, ընտրություններից հետո։ Ես չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ միֆային բաների, հա, ինչ է նշանակում 4-րդ հանրապետություն։ Նույնիսկ երրորդն էլ է ինչ որտեղ սխալ, որովհետև երկրորդ հանրապետությունը ես չեմ համարում դա անկախ պետություն չի եղել, սովետական Հայաստանի մասին է խոսքը։ Դե որ տենց վերադառնանք Ալիևի նման, ասենք մենք էլ առաջին հանրապետության իրավահաջորդն ենք։ Իրավահաջորդության հարցը կարծում եմ միշտ պիտի դնել։ Դե չեն դնի, երբեք Վրաստանն էլ է դնում։ Մեր երկու հարևանը տենց է մտածում մենք 4-րդ ու 4-րդ հանրապետություն, այսինքն Փաշինյանից հետո որ մեկը գա իշխանության, ինքն էլ 5-րդ հանրապետությունը պիտի։ Եթե խոսքը Արցախին է վերաբերում, Հայաստանը Արցախում բանակցություններում իհարկե Քոչարյանը հանեց Արցախը եւ կարելի է դա վերագրել Հայաստանին, բայց պաշտոնապես Հայաստանը կողմ չի Արցախի խնդրում եւ չի կարելի ասել, որ այդ հարցը հանեցինք, մենք դրանք 4-րդ հանրապետություն։ Հայաստանը ուղղակի աջակցում էր, ինչպես այսօր Ռուսաստանը ճակերտավոր Դոնբասում, հայ բնակչությանը, անվտանգությանը եւ ինքնորոշման իրավունքի կայացմանը։ Տիկին Դալաքյան, հաղորդման սկզբում ասացիք, որ կարծես թե Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ձևավորում է որպես նոր ընդդիմություն։ Հները դուր չեն գալիս այլևս։ Դե հները ես էլի 5 ասեմ, որովհետեւ Սամվել Կարապետյանը կրկնում լավ ընդդիմություն չի իր համար։ Շատ լավն է։ Բա ինչու է ուզում։ Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը արդեն չի ընկալվում, ժողովուրդը հասկանում է, գիտեք, խաղը հնանում է։ 7 տարի նույն սկավառակը դժվար է պատտել։ Սերժ Սարգսյանը, Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին չեմ էլ խոսում, արդեն չեն ընկալվում որպես ընդդիմություն։ Հիմա նոր բան պիտի մտածել։ Սամվել Կարապետյանը այդպես վարկաբեկված չի Հայաստանում, ինչպես նախկին իշխանություն։ Ես չգիտեմ, հիմա էլ ասում են իր եղբորորդին մարդացեցել, նա էլ դիմել է ոստիկանություն ժամանակին։ Ես չգիտեմ, հիմա էլ դա պետք է պարզենք, թե Նարեկ Կարապետյանի մասին ինչ լուրեր կան։ Արդյոք դա ճիշտ է, թե զրպարտություն է, դրա համար կարելի է դիմել դատարան։ Բայց այո, շատ հարմար է եւ ես տեսնում եմ արհեստականորեն էլի օրակարգը տանել ռուսամետ ընդդիմության եւ իբրև թե ես չեմ հավատում դրան արևմտամետ իշխանության միջև։ Արևմտամետը ներկայ իշխանությունն է։ Որոշ ուրեմն իշխանության անդամները անդադար են փորձում տիրաժավորել, որ մենք գնում ենք դեպի արևմուտք, քաղաքագետներ, որոնք ակնհայտ իշխանության հետ ունեն սերտ կապեր, դա են անդադ տարածում, որ գնում ենք Եվրամիություն, չէ՞, անուններ չչտանք, բարձ է։
Եվ չեմ կարծում, որ դա այդպես է։ Մինչև քայլերը չտեսնեմ, չեմ կարծի։ Ոնց է կարծում ընտրողները ոնց են պատրաստվում այս տարվա գալիք տարվա ընտրություններին մի քանի ամիս է չէ մնացել։ Այո։ Տրամադրություններ, եթե փորձենք այսպես շոշափել, ինչ իրավիճակ է եւ ով է ուզում դաշտում մնալ, ով է ուզում դաշտից հեռանալ առհասարակ, ինչ եք տեսնում։ Տեսնում եմ, որ ովև մեկը չի ուզում դաշտից հեռանալ, ցավալիորեն, եւ 3 միլիոն բնակչություն։ Սերժ Սարգսյանի թիմը կարծում եք չի ուզում։ Սերժ Սարգսյանի թիմը չի մասնակցի իմ կարծիքով, որտեղ իրենք գիտեն, որ շանսեր չունեն։ Բայց այն որ Սերժ Սարգսյանը չի հեռանում դաշտից, իր 9 ժամանոց հարցազրույցը կարծում եմ դրան էր վերաբերում։ Չմասնակցելը ես էլ չեմ մասնակցում, չի նշանակում որ հակառակը կպահում է իրեն ապագա դաշտերի համար իմ կարծիքով եւ ամեն ինչ անելու է որ Քոչարյանի թիմը, ինչպես նաեւ նոր դիմությունը հնարավորինս քիչ ձայներ հավաքի եւ դրա համար նորից հետարքիր բան ասեմ դες Կարեն Կարապետյանի մասին նա խոսեց եւ որոշ լուրերի համաձայն Կարեն Կարապետյանը հնարավոր է լինի վարչապետի թեկնածուն այս նոր ձևավորվող ուժի, քանի որ Սամվել Կարապետյանը չի կարող։ Խոսքը վարչապետ նախկին Հայրուս Գազարտի, այո, ղեկավարի մասին է եւ անդադ Սերժ Սարգսյանը այսպես քար է նետում նրա ուղղությամբ, հասկացնում որ նա Ռուսաստանի մարդն է, իսկ նա լռում է, այս լռությունը իր օգտին չի։ Շատ լավ, ոչ խորհրդարանական ուժերից եթե խոսենք ինչ իրավիճակ է այդտեղ, թողնելով Սամվել Կարապետյանի մյուս ուժերի մասով, վերջերս հարցումներ կատարվեցին, բայց թվերը այդքան էլ լավ բաներ չէին, չէ՞ հուշում, ինչի համար է պայքար գնում այդ դաշտում։ Գիտեք, այդ դաշտի մի հատվածը էլի ակնհայտ նախկին իշխանություններին աջակցում ուղղակի չի ցույց տա։ Ոչ թե չի ցույց տալիս, այլ հետը կապ չունի իբրև թե, բայց նարատիվները որ կարդում ես, էլի տանում է Ռուսաստան, Գյումրիի նման, էլի մենք կապ չունենք, բայց հետո իրար հետ ենք լինելու։ Մյուս հատվածն էլ արևմտյան որոշ ուժեր արևմտամետ, իբրև թե մենք իշխանություններին քննադատում ենք, բայց ամբողջ քննադատությունը նախկին իշխանությունների ուղղությամբ է։ Ես մեջտեղում ուժ չեմ տեսնում ցավալիորեն։ Առանձին մարդիկ տեսնում եմ, բայց կուսակցություն դեռ ձևավորված, որքանով հասցնում եմ հետևել, որտեղ հիմնականում նաև միջազգային վերլուծությամբ եմ զբաղվում, չեմ տեսել մինչև այսօր ուժ, որը իրոք ես կհամարեի երրորդ ուժ։ Վերադառնալով նախկին նախագահների հարցազրույցներին, որոնք մեկ օրվա տարբերությամբ եղան, սկզբից Սերժ Սարգսյանին է, հետո Ռոբերտ Քոչարյանին է, ես նկատեցի երկու հարցազրույցների ընթացքում, որ նախագահներն ասում էին, որ առաջին իսկ օրերից ակնհայտ էր իրենց համար, որ պատերազմը մենք պարտվելու ենք։ Հարց է առաջանում, ինչպես դա փորձն է հուշում, թե ամեն դեպքում բանակը այն իրավիճակում է միշտ եղել, որ կանխատեսելի էր, որ նման ելք է լինելու եւ արդյոք բեկման հնարավորություն չկար նախկին նախագահների կողմից։ Իհարկե հարցազրույցներում իրենք ասում են, որ իրենց կարիքը ոչ ոք կարծես թե չէր զգում եւ իրենց աջակցությանը չէին դիմում, բայց պիտի սпасել այդ պահերին իշխանությունը ինչ կասի։ Ես կարծում Սերժ Սարգսյանը անկեղծ չի, որովհետև եւ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, այդ ձայնագրությունները կան, անվտանգության խորհրդի նիստը ձայնագրվում է եւ այդտեղ հանրապետական ներկա եղել եւ Փաշինյանի ասելով է մինչեւ վերջ գնա։ Հիմա դա արդեն իրենք թող հերքեն, հիշում եք, այդտեղ Բարգավաճ Հայաստանի մասին էլ կար խոսակցություն, լուսավոր Հայաստանի, այսինքն սա մեղմ ասած տարակուսելի է։ Եթե հերքվի, դա այլ հարց է։ Ուրեմն ստախոսության մեջ կմեղադրեն Նիկոլ Փաշինյանին, այսինքն ես հարցակային տակ եմ դնում Սերժ Սարգսյանի խոսքը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, դե այնտեղ դաշնակցությունն էլ ներկա եղել, այսինքն ես կարող եմ կապել դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, այսօրական հայտ, այո։ Երևում է երկուսն էլ անկեղծ չեն, իսկ ինչ է նշանակում չէինք կարող, ինչու չէինք կարող, բանակը թույլ էր, կարծեմ Սերժ Սարգսյանը ասել է 2 տարում 18-ից 20 թվականներին թույլացել է, ինչով է թույլացել, միայն չասեք Խաչատուրովի հանդեպ գործով բանակը փլվեց։ Այսինքն մենք իրավունք չունենք մի գեներալի, որին մեղադրանք է առաջադրվում մարտի 1-ի գործով, հեռացնել եւ փոխել ուրիշով, դա նշանակում է, որ բանակի մարտունակությունը վերացավ։ Քննադատության չի դիմանում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ նահանջող հրամանատարներին տալ, չգիտեմ, հերոսի կոչումներ, դա ամենասխալ քայլերից մեկն էր պատերազմի ընթացքում եւ դա էլ է բանակը կոտրելու
պայքարի ընթացքում։ Ում մասին է խոսում, ես չեմ կարող ասել, ես չգիտեմ։ Ես կարող եմ նշել սկզբում ասացի, որ գեներալները Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, որոնք Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին հանձնելու մեջ, մինչև այսօր որևէ ապացույց չեն ներկայացրել, չնայած ասում էին ունենք։ Հիմա նույնը կասեմ Փաշինյանի հանդեպ, ինչի՞ չի բացահայտվում ովքեր են հանձնողները։ Տեսեք, երկուսն էլ հանձնողների մասին են խոսում, բայց որևէ ապացույց չկա։ Կամ նույնիսկ Արգիշտի Քյարամյանի մասին իրենց թիմակցի, հիշում եք, ասում էին Շուշիում իրեն դրսևորել է ոչ որպես հայրենասեր, նույնիսկ ադրբեջանցիներին քաղաքացիություն է տվել, չգիտեմ, ինչ որ այսպեսի հիշում եք սպեկուլյացիաներ կար եւ դրա համար հեռացվեց Քյարամյանը։ Նախարարը դատական process-ների մեջ։ Այսինքն, հիմա օրինակ Արգիշտի Քյարամյանի հանդեպ եթե ձեր պարտությունները ինչու՞ն է հեռացվեց ընդհանրապես, այդ ինչ լուրեր էին տարածվում, որ ադրբեջանցիները հայկական հակուսներով թափանցել են Շուշի եւ նա պարտավոր էր դրա մասին իմանալ։ Հիմա դες փառացի մեղադրանքը չեմ հնչեցնի, բայց բոլորը հիշում եք նրա հեռացումը ըստ էության պաշտոնից եւ դա իշխանություններն էին տարածում։ Այսինքն երկու կողմից տեսնում եմ հայտարարություններ, որոնք հիմնավորված չեն։ Այ Սերժ Սարգսյանին հարց հնչեց, թե դուք եթե 20 թվականին լինեիք երկրի ղեկավար, ինչպես կվարվեիք։ Իհարկե պատասխանը ինձ համար կանխատեսելի էր եւ նա ասաց, որ ես կվարվեի ինչպես 16 թվականին վարվեցի, կստուգեի ինչ հակատարվում, դիրքերում եւ այլն, մարտական մեր պատրաստվածության վիճակը եւ այլն դիվանագիտական դաշտում կարող ենք մենք համեմատություն անցկացնել 16 եւ 20 թվականի միջև եւ փոխկապակցված չէին միմյանց, չէր կարելի կանխատեսել 16-ին, որ եղավ 20-ին էլա լինելու։ Ես ավելին կասեմ, եւ դա Սերժ Սարգսյանի թիմակիցներն էլ են ըստ էության հաստատել, ինքն էլ, որ 16 թվականը կանգնեցվել էր, որպեսզի հանձնվեին տարածքներ եւ ինքը գնացել է խոսել է Արցախի ղեկավարների հետ, հիշում եք, ասել է պիտի հանձնենք, այսինքն Սերժ Սարգսյանը իմացել է, որ ամեն ինչ տալում է պատերազմի, եթե չլինի։ Մենք ինքն էլ ըստ էության ասաց, որ Արցախի ղեկավարները համաձայն չէին, պատերազմի հիմք է։ Իհարկե։ Երկրորդ, որ ասում են կգնայք ստուգեի, ես էլ հայլ տեսանկյունից կարող եմ նայել, ես հակված եմ դրան, որ սխալ է զեկուցվել ինչ որտեղ, օրինակ Օնիկ Գասպարյանի մասին էլ, չէ՞, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ազգային ժողովից, որ կա դրա ձայնագրությունը եւ անվտանգության խորհրդի նիստում նա ասել է մենք կարող ենք ձեռք, այսպես ծաղրեց ներողություն ինչ որ արվում, մինչեւ Բաքու գնալ։ Օնիկ Գասպարյանը չի հերքել դա։ Փաստեր ներկայացրեք հասկանանք, ճիշտ է զեկուցվել թե ոչ։ Մինչև այդ Ռուսաստանը ինչ աշխատանքեր է այստեղ կատարել գեներալների հետ։ Ինչու Նիկոլ Փաշինյանը դրա մասին տեղյակ չէր։ Հիմա էլ չի կարելի ասել դե Վանեցյանն է հանձնել։ Հանձնելը իմանայրում է իր դնում ԱԱՑՊ-տ։ Այս չի կարելի անդադար սխալվել է 8 հատ ԱԱՑՊ-տ է փոխվել կներեք արդեն ներողություն այս տարիներին։ Մենք ԱԱՑՊ-տ չունենք, որը Ռուսաստանից չի ղեկավարվում։ Կամ եթե այդպես է, որտեղ է Անդրանիկ Քոչարյանը, եթե ոմանց թվում է, որ կարող են ասել Ալեն Սիմոնյանը չթողեց ու փակեն այդ հարցը, չի լինելու։ Ես որտեղ որ հնարավոր է բարձրաձայնելու եմ այդ հարցը, որովհետև ստացվում է, որ Հայաստանը պարտվել է այս գեներալների պատճառով, որևէ գեներալի հանդեպ, խոսքը ինչ որ դիրքերի ղեկավարի մասին չէ, որը դեռ գործ է ընթանում, չի կարելի ասել, որ 3 հոգի դիրք են հանձնել, մենք պարտվեցինք։ Դա այդպես խորամանկ չեք դուք այդքան։ Պետք է լինեն վճիռներ։ Տոնոյանի հանդեպ եթե կա, Վանեցյանի, Սեյրան Օհանյանի, կրկնում եմ, եթե կա։ Լինել թափանցիկ։ Լինել թափանցիկ, կամ այսինքն Արծուն Հովհաննիսյանն էլ էր ասում, չէ՞, մենք գնացել հասել ենք Բաքու։ Հիմա որտեղ է ինքը։ Լուսանկարներում ենք տեսնում, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն էր, դե ես Մոնիկա Մամյանն եմ, կհանդիպենք, լավ եղեք։